Սիրելի քաղաքացիներ, թույլ տվեք այս անհասկանալի հրճվանքին չանդրադառնալ խնայելով ձեր նյարդերը, պարզ երկու ճշմարտության մասին խոսեմ։ Երբ ընդդիմադիրները հայտարարում են որևէ մեկի նկատմամբ, որ կա քաղաքական հետապնդում կամ որևէ մեկը քաղաքական հալածյալ է, ընդդիմադիրները այդ մարդուն սուրբ չեն հռչակում, չեն քննարկում որևէ մեկի սուրբ կամ ոչ սուրբ լինելը։ Քաղաքական հալածյալ կամ քաղաքական բանտարկյալ լինելը որոշվում է հետևյալ պարզ մեխանիզմով։ Արդյոք քո նկատմամբ կա տարբերակված վերաբերմունք կապված քո քաղաքական հայացքների հետ։ Այդ մի տարով, ընդհանրապես 5 չափանիշ կա, բայց այդ մի տարով է որոշվում քո նկատմամբ քաղաքական հետապնդում է, թե չէ։ Հիմա եկեք տեսնենք Վարդան Ղուկասյանի նկատմամբ կա քաղաքական հետապնդում, թե չէ։ Մենք տեսել ենք շաբաթներ առաջ, ոնց է բերման ենթարկվում սպանության ընդդիմադիր համայնքապետի սպանության մեջ կասկածվողը, տեսել եք այդ ակուրատնի սիրուն բերման ենթարկելու կադրերը, ու տեսել եք Գյումրու համայնքապետը կոտրելու, համայնքապետանի շենքի դռները կոտրելու կադրերը։ Երկրորդը անիվից են խոսում այստեղ, եկեք տեսնենք, տարբերակված մոտեցում կա թե չէ, 25 միլիարդ դրամի մսխման գործով քանի կալանավորված կա, Վահագն Ալեքսանյան, քանի կալանավորված կա, 0, դուք մեղադրանք եք առաջադրել մարդուն ձեր իրավական համակարգը, երբ որ երկրից դուրս է եկել, այ էդ է տարբերակված մոտեցումը, ու ընդհանրապես այս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, հələ մի հատ կասեք, մի ընդհատեք, հանգիստ նստեք, ոնց է այնպես ստացվում Ռուբեն Ռուբինյան, ընդդիմադիր համայնքապետ կա, որ ընտրվել է չեք հետապնդել։ Ընդդիմադիր համայնքապետ կա, Գյումրու համայնքապետը կաշառակեր է, Վանաձորինը ընտրվելուց հետո պարզվեց հանցագործա, Գորիսինը ինչ էր, Սիսյանինը ինչ էր, Կապանինը ինչ է, Բերդինը ինչ էր։ Դուք ուղղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում, ուրիշ խնդիր չկա, եւ այդ դատական համակարգի մասին, որ խոսում եք, ավարտում եմ հիմա հանգիստ, դատական համակարգի մասին, այդ հարգանքի, Արտուր Հովհաննիսյան, Տիկնոջ խոսափողը։ Շնորհակալություն, ես ելույթ կունենամ։ Սիրելի գործընկերներ, նախ, ինչ ես իրավունք ունեմ, բայց ելույթ ունենամ։ Ձեր ցավը տանեմ, էսի նոր քվել բաներ, չէ՞։ Նոր մտքերի փոխանակությունա, չէ՞։ Հետևաբար ես։ Հարգելի գործընկերներ, հիմա ուշադիր։ Նախ Քրիստինե Վարդանյանի համար հատուկ։ Այս պահին Հայաստանում ընդդիմադիր համայնքապետերն են Մասիսի, Նոյեմբերյանի, Գորիսի, Կապանի, Տաշիրի, Աբովյանի, Չարենցավանի, Բյուրեղավանի, Նոր Հաճնի, Բերդի, Եղեգնաձորի, Ապարանի, Քաջարանի, Վարդենիսի, Թումանյանի համայնքապետերը, էլի կան համայնքապետեր, որոնք բան չեն, ինչ եք ընդհատում ինձ, ես ձեզ ընդհատում եի, դե լրեք, հաջորդը, այս ընդդիմադիր համայնքապետեր են, կան նաև ոչ իշխանական համայնքապետեր, որոնք ընդդիմադիր դիրքավորված չեն, այս թվարկեցի, չէ, հիմա իրանցից ով է բանում, ում են հեռացրել ուժով, ով է բանտարկված, ոչ ոք, հաջորդը, ես ես ուզում եմ հիշացնել, որ օրինակ Վաղարշապատ համայնքի համայնքապետը ՔՊ-ից էր, որը հեռացավ, ու եթե չեմ սխալվում, ես վերջերս էլ մամուլում կարդացի, որ մեղադրանք է իրան առաջադրված, ՔՊ-ից է, հասկանում եք, սա ապացույցն է այն բանի, որ մեր դեպքում տարբերություն չկա, ով որ ուժից է, եթե կա կասկածանք, պիտի քննվի։